Եթերում հեռանկարն է։ Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը։ Եվ այդ կապակցությամբ Եվրամիություն Հայաստան մշակութային կամուրջ խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում եւ մարզերում։ Վերջին տարիներին առավել ինտենսիվացել է Եվրամիության եւ եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները։ Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով։ Այսօր այդ եւ այլ թեմաների մասին կխոսենք Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինյանի հետ։ Շնորհակալություն, thank you very much for joining. Շատ շնորհակալություն տիկին դեսպան մեզ միանալու համար։ Եկեք սկսենք Եվրոպայի օրվանից։ Դա խորհրդանշական է։ Ինչ է այն նշանակում։ What does it mean? Շնորհակալություն հրավերի համար սկսենք։ Այո, Եվրոպայի օրը խորհրդանշական օր է եւ դա տոնում ենք նաեւ Եվրամիության անդամ բոլոր երկրներում, այդ թվում Ֆինլանդիայում։ Սա մի օր է, երբ դուք մի տեսակ լցված եք Եվրամիության զգացմունքներով եւ բովանդակությամբ հասցնելու մարդկանց, քանի որ Եվրամիությունն իրականում մարդկանց մասին է։ Եվ մենք շատ գեղեցիկ տոնավաճառ անցկացրեցինք Ազատության հրապարակում, օպերայի հրապարակում, որին մասնակցում էին Եվրամիության բոլոր անդամ երկրները եւ Եվրոպական միության նախագծեր, որոնք այս պահին իրականացվում են Հայաստանում։ Բավական շատ մարդ էր մասնակցում։ Սա Հայաստան Եվրամիություն գործընկերության մաս է կազմում։ Ընդհանրապես, ինչպես է գնահատում այդ գործընկերությունը, որոնք են ապագայի առաջնահերթությունները։ Դե արդեն որոշ ժամանակ առաջ ուժի մեջ է մտել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այն հիմք է ստեղծել Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերության ու համագործակցության համար, բայց իհարկե այդ ժամանակից ի վեր շատ բան է տեղի ունեցել։ Կարծում եմ վերջին տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել շատ արագ առաջընթացի։ Կա քննարկում նոր համագործակցության շուրջ, ինչպես նաեւ երկխոսություն վիզայի ազատականացման հարցի շուրջ։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ զգալի քաղաքական ուշադրություն է ցուցաբերվում։ Սա մի զարգացում է, որին մենք Եվրոպական միությունում եւ հատկապես Նորդիկ Բալթիկ երկրներում ուրախությամբ ենք հետևում։ Սա նաեւ Հայաստանի սեփական որոշումն է եղել վերափոխել իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը։ Ես դա ամբողջական փոփոխություն չէի անվանի, այլ նախորդ օրակարգի լրացում, լինելով ավելի բաց եւ արևմուտքի հետ համագործակցության ուժեղ ցկտումներով։ Այս դեպքում արևմուտքը նշանակում է ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրոպան։ Concerning the Armenia and Finland relationship. Հաշվի առնելով Հայաստան-Ֆինլանդիա կապերը, ինչն է կարևոր այս հարաբերություններում։ Ինչպես կգնահատեք այն։ Ինչ ոլորտներ են կարևոր համագործակցության համար։ Քաղաքական, տնտեսական, թե մշակութային։ Դե նախ եւ առաջ տնտեսական համագործակցությունը դեռևս բավականին մակերեսային է, բավական նեղ։ Կարծում եմ սա մասամբ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հետ է կապված, որ սահմանափակել է Եվրոպայի, այդ թվում ֆինական ընկերությունների հետաքրքրությունը ներգրավելու տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ Հայաստանը փոքր շուկա է արտադրության եւ սպառողական ապրանքների առումով, սակայն ծառայությունների ոլորտում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ համագործակցության ներուժ կա։ Բացի այդ, հնարավոր է նաեւ բիզնես մշակույթի փոխանակում, որը կարող է նպաստել Հայաստանի դեպի արևմտյան շուկաներ կողմնորոշմանը։ Այնուամենայնիվ, իմ աշխատանքի մեծ մասն առնչվում է անվտանգության հարցերին տարբեր ձևաչափերով։ Ես միաժամանակ դեսպան եմ նաև Ադրբեջանում եւ Վրաստանում եւ հույս ունեմ, որ տարածաշրջանի վերջո կձևավորվի որպես համագործակցության տարածք, թե տարածաշրջանային համագործակցության, թե Եվրոպական միության հետ ինտեգրման եւ թե միմյանց միջև։ Այս համատեքստում դիմակայունությունն առանցքային թեմա է։ Հայաստանն ինչպես Ֆինլանդիան փոքր երկիր է եւ դա այն ոլորտն է, որտեղ մենք կարող ենք իսկապես փոխանակել գիտելիք, նույնիսկ վերափոխել ազգային եւ ռազմավարական անվտանգության ընկալումները։ Your Excellency, Finland is known. Ձերդ գերազանցություն, Ֆինլանդիան հայտնի է անվտանգության հարցերի նկատմամբ իր մոտեցմամբ։ Նկատի ունեմ համապարփակ անվտանգության մոդելը։ Կարող եք բացատրել, թե դա ինչ է նշանակում գործնականում։ What does it mean in practice? Well, it means actually that there are 7 elements to that. Անշուշտ Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության մոդելը բաղկացած է 7 հիմնական տարրերից, որոնք ձևակերպված են մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը կարևոր է նշել, որ այս մոդելը սկսվում է հստակ եւ հետեւողական ռազմավարությունից։ Այս տարրերի թվում են տնտեսական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը եւ իհարկե ռազմավարական պաշտպանությունը, որը կենսական է, բայց միակը չէ։ Մոդելը ներառում է նաեւ միջազգային հարաբերություններն ու գործընկերությունները, հասարակության տնտեսական կենսունակությունը
կենսունակությունը եւ ենթակառուցվածքների կենսունակությունը։ Ենթակառուցվածքների կենսունակությունը ներառում է կենսական համակարգերի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, կոյուղու, բանկային համակարգի պատկանելիությունն ու պաշտպանությունը։ Բայց մոդելի շատ կարևոր բաղադրիչ է նաև հոգեբանական դիմակայունությունը, մարդկանց սեփական դիմակայունությունը։ Մեր մոդելում յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է մասնակցել երկրի անվտանգության եւ դիմակայունության ապահովմանը։ Սա վերաբերում է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև ցանկացած ճգնաժամի, ներառյալ բնական աղետները, ինչպիսին էին օրինակ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղները, որոնք կարող են լրջորեն ազդել հասարակության վրա։ Երբ ունես կայացած դիմակայուն համակարգեր, ներառյալ փրկարար ծառայությունները, արձագանքման կանոնակարգերը եւ պարբերական վարժանքները, դա օգնում է խուսափել խոճապից։ Ճգնաժամի ժամանակ մարդիկ պետք է զգան, որ կառավարությունն իրենց կողքին է, որ կառուցվածքները գործում են եւ որ իրենք որպես քաղաքացիներ կարեւոր են պետության համար։ After the war, Armenia is seeking for new models. Պատերազմից հետո Հայաստանը անվտանգության նոր մոդելներ է փնտրում։ Ձեր կարծիքով ինչպես կարելի է կիրառել համապարփակ անվտանգության մոդելը Հայաստանում։ Used in Armenia. Well, I think that we are well on its Կարծում եմ Հայաստանն արդեն քայլեր է անում այդ ուղղությամբ։ Ես այս գործընթացին հետևում եմ արդեն մոտ 3 տարի եւ հաստատ կարող եմ ասել, որ առաջընթացը նկատելի է։ Սակայն դեռ կարծում եմ, որ այս մոդելի ընկալման մակարդակը եւ հայկական համապարփակ անվտանգության տարբերակի մշակումը պահանջում են առավել համակարգային մտածողություն։ Դա ենթադրում է ուժեղ համագործակցություն տարբեր նախարարությունների, մարմինների եւ գործակալությունների միջեւ, ինչը հեշտ չէ։ Ցանկացած երկրում հաստատությունները հաճախ կենտրոնանում են միայն իրենց օրակարգի վրա եւ բաց են թողնում ավելի լայն հորիզոնական համատեքստը։ Այս մոդելը չի նշանակում, թե բանակի կամ պաշտպանական ուժերի դերը նվազում է։ Հակառակը, այն ավելի է ամրապնդվում։ Քաղաքացիական բոլոր այս համակարգերն ու ֆունկցիաները նախատեսված են աջակցելու ռազմական պատրաստվածությանը, որը Ֆինլանդիայի համար եւս մնում է ամենաբարձր առաջնահերթություններից։ Եվ իհարկե ժամանակակից անվտանգության մեջ կա նոր եւ գնալով ավելի կարեւոր դառնալու մի բաղադրիչ՝ կիբերանվտանգությունը։ Ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Հայաստանում շատ կարեւոր ծառայություններ, բանկային համակարգից մինչեւ ենթակառուցվածքներ արդեն թվայնացված են։ Դա նրանց դարձնում է խոցելի ճգնաժամային իրավիճակներում։ Ուստի ազգային դիմակայունության համակարգում կիբերանվտանգությունն անբաժանելի մաս է։ in case of a crisis. What are the Ինչ նմանություններ ու տարբերություններ կան Ֆինլանդիայի եւ Հայաստանի միջև անվտանգության տեսանկյունից։ Well, I think that the first Դե նախ եւ առաջ մենք երկուսս էլ ունենք բարդ հարևան կամ հարևաններ, ինչն արդեն որոշակի երանգներ է հաղորդում ազգային անվտանգության հարցին։ Մենք նաև փոքր երկրներ ենք, ինչը նշանակում է, որ պետք է շատ արդյունավետ կառուցենք մեր անվտանգության համակարգերը։ Կարծում եմ, սա առանցքային նմանություններից մեկն է։ Մենք երկուսս էլ կարևորում ենք ռազմավարական կարողությունները։ Հայաստանը եւ Ֆինլանդիան ունեն զորակոչային բանակներ, ինչը բավականին հազվադեպ է Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայում միայն Ֆինլանդիան եւ Էստոնիան է պահպանում զորակոչի համակարգը։ Լիտվան եւ Շվեդիան ներկայում վերականգնում են իրենցը։ Երկու երկրներում էլ անվտանգության նկատմամբ հանրային հետաքրքրությունը բարձր է։ Տարածված են կամավոր անվտանգության կառուցվածքները եւ այդ քաղաքացիական ներգրավվածությունը եւս մի բան է, որ մենք կիսում ենք։ Այնպես որ այո, կարծում եմ ունենք շատ ընդհանուր հենք եւ շատ բան սովորելու միմյանցից։ So I think we have a lot to share. Դուք այցելել եք Սյունիք եւ Վայոց ձոր, տարածաշրջաններ, որտեղ անվտանգության իրավիճակը բավականին զգայուն է։ Ինչպես կգնահատեք իրավիճակը տեղում։ What is your assessment of the situation on the ground? Well, Munich was beautiful. We were there. Նախ Սյունիքը շատ գեղեցիկ էր։ Մենք այնտեղ էինք մոտ 10 օր առաջ Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմ Սթրեյթի հետ եւ լիարժեք վայելեցինք այցը։ Այս շրջանում բնությունը, երբ ամեն ինչ կանաչում է, իսկապես առանձնահատուկ է։ Անշուշտ անվտանգության իրավիճակը ներկայում խոցելի է, քանի որ տարածաշրջանում անկայունություն եւ անորոշություն կա։ Բայց մենք նաև հանդիպեցինք Եվրամիության մոնիտորինգ առաքելության անդամներին, ինչպես միշտ անում եմ, եւ նրանք մեզ իրենց տեղեկատվությունը փոխանցեցին։ Նրանք հրապարակավ էլ ասում են, որ չնայած պատահարներին ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։ Տնտեսական զարգացման տեսանկյունից այդ տարածաշրջանը հիմնականում կախված է հանքարդյունաբերությունից, բայց հանքարդյունաբերության հետ կապված շրջակա միջավայրի ռիսկերը պետք է լուծվեն երկարաժամկետ տեսլականի շրջանակներում։ Մենք նաև քննարկեցինք Իրանի հետ սահմանային համագործակցությունը, ինչը բավականին հետաքրքիր է։ Այն շատ հարուստ պատմությամբ նշանակալի տարածաշրջան է։ Region with rich history. We'll listen, we hear many. Մենք շատ ապատեղեկատվություն ենք լսում ադրբեջանական կողմից կրակոցների, հրադադարի խախտումների մասին։ Ինչպես է գնահատում իրական իրավիճակը։ What do you think? What is the real situation?
Well, I would trust my European. Նախ ես իմ կընդունեմ Եվրամիության իմ գործընկերների գնահատականները։ Նրանք հայտնում են, որ լինում են առանձին դեպքեր, բայց դրանք հիմնականում կապված են օդում կրակելու հետ, ոչ թե ուղղակիորեն որևէ մեկին թիրախավորելու։ Այսպիսով իրավիճակն իրոք բարդ է գնահատել, հատկապես որ ես անձամբ չեմ եղել առաջնագծում, ինչպես նաև դիտորդները որոշ դեպքերում չեն եղել։ Իմ կարծիքով ընդհանուր օրակարգը կարծես այն է, որ իրավիճակը բաց պահվի եւ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, թեև երբեմն դժվար է ասել, թե ինչ նպատակ կա այդ գործողությունների հետևում։ Իրական խաղաղության, նորմալացման եւ կայունության ճանապարհը դեռ ժամանակ, ջանք եւ պարտավորություն է պահանջում բոլոր կողմերից։ Time and work. We know that text of this peace treaty is Մենք գիտենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացված է, բայց դեռ տեսնում ենք խոչընդոտներ։ Կարծում եք այս իրավիճակում իրական է խաղաղության համաձայնագիր ստորագրելը։ realistic to have peace agreement in this situation. Well, that's a good question because Դե դա լավ հարց է, որովհետև նախ եւ առաջ բանակցվել է։ Դա արդեն մեծ քայլ է։ Եվ այն, որ դա բանակցվել է հենց հայերի եւ ադրբեջանցիների կողմից առանց արտաքին միջնորդության, ցույց է տալիս, որ դա հնարավոր է իրականացվող գործընթաց է։ Եվ երկկողմ քննարկումների միջոցով կարող է առաջարժվել խաղաղության գործընթացը։ Այլ հարց է, թե արդյոք հենց այդ խաղաղության պայմանագիրն ինքնին որքան կարևոր է այս գործընթացի համար, որովհետև հաշտեցումը, մոտեցումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը սրանք են գլխավոր նպատակները։ Եվ իհարկե գիտենք, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է, այդ աշխատանքը դեռ շարունակվում է։ Այսինքն կան դրական նորություններ եւ կան բաներ, որոնք լավատեսության հիմք են տալիս։ Ուստի գուցե արժե բոլորս նայենք ավելի լայն պատկերին, ոչ թե կենտրոնանալ միայն խաղաղության պայմանագրի վրա։ Թեև իհարկե այն հիմքն է, առանց դրա շատ բաներ ավելի դժվար կլինեն։ Եվրոպական միությունը, Ֆինլանդիան եւ խաղաղության գործընթացին աջակցող բոլոր կողմերը իհարկե խրախուսում է երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Եվ ես լիովին համաձայն եմ այն կարծիքի հետ, որ այս խոչընդոտներից որոշները գուցե իրական էլ չեն, իրականում հարցը կամքի մեջ է։ Ինչպես ասում էր Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մարտի Ահթիսարին, Ֆինլանդիայի նախագահը, խաղաղությունը կամքի հարց է։ Այսինքն, եթե քաղաքական կամք կա իսկապես հաշտեցման ու նորմալացման գնալու, ապա դա հնարավոր է։ and normalization, it's doable. Madam Ambassador, we had an opportunity to speak Տիկին դեսպան նաև հնարավորություն ունեցանք խոսելու հիբրիդային սպառնալիքների եւ հարձակումների մասին։ Որոնք են հիբրիդային սպառնալիքներին առնչվող հիմնական մարտահրավերները։ explain us what are the main problems in this matter. Well, hybrid threat means that there's Նախ հիբրիդային սպառնալիք նշանակում է միաժամանակյա եւ համակարգված գործողություններ, որտեղ օգտագործվում են տարբեր գործիքներ, օրինակ տնտեսական, քաղաքական, մշակութային, տեղեկատվական ազդեցություն, հաստատությունները մանիպուլյացիայի ենթարկելու կամ ճնշելու համար, ազդելով որոշումների կայացման վրա։ Այդ հաստատությունները կարող են լինել պետություններ, կառավարություններ, տարածաշրջանային կամ տեղական իշխանություններ, ընկերություններ, Եվրամիությունը կամ միջազգային կազմակերպություններ։ Նպատակը որոշումների ընդունման ավելի բարենպաստ միջավայր ստեղծել է հաճախ անուղղակի վերահսկողության կամ ազդեցության միջոցով։ Ժողովրդավարությունները սովորաբար հիբրիդային սպառնալիքների հիմնական թիրախներն են, այդ թվում Հայաստան եւ Ֆինլանդիա։ Ինչու՞, քանի որ ժողովրդավարական համակարգերում որոշումների ընդունումը բաց է, ավելի թափանցիկ եւ երբեմն ավելի ճկուն, քան ավտորիտար ռեժիմներում։ Այդ բացությունները ստեղծում են խոցելիություններ, որոնք արտաքին դերակատարները կարող են շահագործել։ Տեղեկատվական ազդեցությունը հատկապես կարևոր է, քանի որ այն ուղղված է ընտրողներին։ Այս իմաստով հիբրիդային սպառնալիքները միայն կառավարությունների մասին չեն, դրանք վերաբերում են հասարակական կարծիքի ձևավորմանը։ Ազգային դիմակայություն կառուցելը բանալին է այս սպառնալիքներին հակազդելու համար, եւ դա Ֆինլանդիայի համալիր անվտանգության մոդելի կարևոր մաս է։ Փաստորեն կեսունակության կառուցումը կարող է լինել այն միակ իրական գործիքը, որը մենք ունենք հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար։ maybe the only tool actually to be exact. You mentioned that Դուք նշել եք, որ խառնաշփոթը ներկայումս ամենակարևոր սպառնալիքներից մեկն է։ Ինչպես է հնարավոր դա հաղթահարել։ overcome it. Well, confusion is Դե ինչ խառնաշփոթը հենց այն է, ինչ ցանկանում են առաջացնել ազդեցություն ունեցող կառույցները։ Նրանք ցանկանում են ստեղծել անորոշություն։ Ընտրությունների վրա ազդեցությունը դրա մեծ մասն է եւ դա իրականացվում է բոլոր եվրոպական երկրներում նույնպես։ Այսպիսով սա վերաբերում է բոլոր ժողովրդավարություններին։ Գլխավոր գործիքը կամ նպատակն այն է, որ երբ խառնաշփոթ ես առաջացնում, մարդիկ կորցնում են վստահությունը իրենց քաղաքական հաստատությունների նկատմամբ, լրատվամիջոցների, պետական գործակալությունների, ինչպես նաեւ քաղաքական որոշումներ ընդունող գործընթացների նկատմամբ։ Այդպիսով ընտրողներին կարող են մղել ընտրել տարբերակներ, որոնք թվում են թե ուժեղ առաջնորդություն են առաջարկում, կամ էլ ընտրել տարբերակներ, որոնք ավելի շատ հիմնված են հույզերի եւ արժեքների վրա, քան իրականում պետություն կառավարելու համար անհրաժեշտ կոնկրետ որոշումների վրա։ Մենք թիրախ ենք եւ զոհ ենք այս ամենի ամբողջ ժողովրդավարական աշխարհում։ democratic world. And a final question. What Եվ is վերջին your հարցը, message for- որն է ձեր ուղերձը մեր լսարանին։ As an ambassador to Armenia.
Well, I see positive developments in Armenia. Ես դրական զարգացումներ եմ տեսնում Հայաստանում։ Ես տեսնում եմ, որ դուք զարգանում եք։ Եթե համեմատեմ այն պահի հետ, երբ ես սկսեցի իմ աշխատանքը մոտ 5 տարի առաջ, անգամ այս 5 տարիների ընթացքում փոփոխությունները հսկայական են եղել, թեև դրանք նաև շատ ծանր տարիներ են եղել։ Մարդկային շատ ծանր տառապանք է եղել այս տարիների ընթացքում, բայց եթե փորձենք նայել ապագային, ապա պետք է ասել, որ դուք ունեք հիանալի երկիր, ունեք հսկայական մարդկային ներուժ, ունեք կրթված, խելացի մարդիկ, ունեք բնական հարստություններ հանքարդյունաբերական ոլորտում, ունեք խելացի ուղեղներ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Եթե կամք կա, ապա կարող եք այս տարածաշրջանի փոքրիկ գանձը վերածել բարգավաճ, ապագային ուղղված ժողովրդավարության եւ ժամանակակից եվրոպական պետության։ Democracy and modern European state. Ձեր գերազանցություն շնորհակալություն այս հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստին Արինենն էր։